Մեր Տեր Աստվածը ինքը ամենասերը եւ բոլորիս է տալիս շնորհ։ Թե մի բան անում եմ, չի կարող վատ լինել։ Իմ թրեչկի չափ։ Այս հայրենիքը հենց տենց է պետք սիրել, մեր հայրենիքը անառև դուրս սիրելու հայրենիքը։ Ինձ հայողներ չէ, դուք գործ ունեք Աստծո հետ։ Ես ոչինչ չեմ ասում։ Ես սովորական մարդ եմ իմ բոլոր մեղքերով, իմ թուլություններով։ Իդենտիֆիկացնում են իմ ճշմարտախոսությունը, որ ես չարացած եմ այդպես, ես ուղղակի խաբել չեմ կարող։ Հրեշտակների բանակը տեսել եք։ Այդտենց մենք պիտի բանակ դառնանք։ Մենք էլ երկրի վրա ապրող հրեշտակները պիտի լինենք։ Բանակը, այն բանակը, որը որ Աստծո համար, Աստծո որդու համար պիտի կռիվ տա։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք շատ կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին՝ շնորհ, նվիրում, արժեքներ։ Մեր տաղավարում է Շուշան Պետրոսյանը, տաղանդավոր հայ, արվեստագետ, վաստակավոր արտիստ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք ու առիթ ունենք այս կարևոր թեմաների մասին հենց ձեզ հետ խոսելու։ Սիրով։ Դուք գիտեք կինոարվեստ, թատրոն, վաստակավոր երգչուհի եք, նկարել եք։ Երբևէ մտածել եք, որ այն շնորհները, շնորհը, որ ունեք, Աստծո կողմից է, այսինքն ձեզ տրված է շնորհ, դուք ունեք առաքելություն։ Բայց ես միայն այդպես եմ մտածում։ Այսինքն մեր Տեր Աստվածը ինքը ամենասերը եւ բոլորիս է տալիս շնորհներ, բոլորիս։ Մնում է մենք առնվայնս գրագետ, արժանապատիվ, իսկապես լավ սերտած այդ տրված շնորհը, այդ ամենը ցույց տանենք հանրությանը, թողնենք մեզնից հետո բաներ, արժեքներ, որոնք շատ կարևոր են, այսինքն հենց այնպես չապրենք մեր կյանքը, օգտագործենք ամեն ակնթարթը, ամեն վայրկյանը, որ Տիրոջ շնորհն է, ինչպես մենք մեր կյանքով, մեր ծննդով, այնպես էլ այդ բոլոր շնորհները, որ ինքը մեզ տվել է։ Իսկ ոչ միայն որպես արվեստագետ, այլ որպես հայ։ Նախ որպես հայ։ Մնացածը մասնագիտություն է, որը կարող է մնալ նույն շերտում եւ կարող է ավելի կատարելագործվել, եթե դու աշխատում ես եւ իսկապես գնահատում ես այդ շնորհը։ Օրինակ ես լիքը թերանում եմ, որովհետեւ լիքը չերքած երգեր կան, լիքը չնկարված նկարներ կան։ Այնպես որ թերացած եմ եւ գիտեմ, որ ունեմ մեղքի բաժին այդ առումով։ Բայց գիտեմ մի բան հստակ, եթե մի բան անում եմ, չի կարող վատ լինել։ Իմ թրեչկի չափով։ Ոչ թե մրցման մեջ, այլ իմ թրեչկի չափով։ Եթե ես մի բան անում եմ, եթե ասում եմ, եթե ասացի, որ կանեմ, ուրեմն պիտի լինի ու լավը լինի։ Սա միանշանակ։ Եթե մարդկային խառնվածքով, ձևավորումով, աշխարհայացով, աշխարհանկալումով սխալ ես ապրում, ում է պետք ու տաղանդը։ Կարող եք ինձ ասել, ում են պետք գրված քո գրքերը։ Եթե դու բանսարկու ես, եթե դու ծառայում ես սատանային, եթե դու չարախոսում ես, եթե դու լավ բան չես անում, եթե դու մռայլ դեմքով ամեն առավոտ գնում ես քո երեխեքին հաց առնելու, միշտ չեմ հասկացել, ոնց կարելի ասես դեմքով մազերը չսանրած խալաթը, ասենց կապած գնալ հաց առնել, որ իր սերը, իր տղամարդը, իր տանսյունը եւ իր սիրո պտուղները, իր զավակները այդ հացը ուտեն, մի հատ ինձ կբացատրեք, ոնց կարելի առանց սիրո ապրել։ Ամենամեծ շնորհը, որ Աստված մեզ տվել է, որպեսզի մենք բոլոր մյուս շնորհները արժեքավոր ստարժանավույնս տարածենք, սփռենք, դա սիրել կարողանալն է։ Որտեղ ինքն Աստված ամենասեր է։ Ես այդ բառը ինձ համար գտել եմ, ասում բարև ամենասեր, ամենաաղոթելիս։ Ինքը ամենասեր է եւ ինքը մեզ սովորեցնում է իր օրինակով, թե ոնց պետք է միշտ ներել ու ոնց պետք է սիրել, անառև դուր։ Այս հայրենիքը հենց տենց է պետք սիրել, մեր հայրենիքը անառև դուր սիրելու հայրենիքը։ Եթե մենք իսկապես գիտակցում ենք, որ մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած ժողովուրդն ենք, ազգն ենք, եւ դա չի պարփակվում միայն կենացների մեջ, այլ մենք այդպես ապրում ենք։ Ուրեմն ամեն ինչ իր տեղը կգա, որովհետեւ կգա իր շրջանս յուր, որովհետեւ չի կարող չարը անverջ լինել, չի կարող երկրագունդը ուղեցրից դուրս կգա ուղղակի։ Մենք սիրում ենք իրար։ Ես շատ եմ սիրում, մենք իրար չէ։
ես բոլորիդ եմ սիրում։ Չէ որտեղ ես հատուկ եմ, չէ ես ուղղակի գիտեմ սիրել, ես գիտեմ դրա ես փորձություններ ունեմ անցած, երբ որ համատարած ատելության մեջ ես չարանում, որովհետև հենց չարացար դառնալու ես իրանցից մեկը, ոնց կարելի է չարանալ։ Համատարած ատելության, սպառնալիքի, ծաղրի մեջ ես դադարում սիրել։ Չեմ ասի այդ դեմագոգ տեքստը, ես ձեզ սիրում եմ, ինձ հայողներ, չէ, դուք գործ ունեք Աստծո հետ, ես ոչինչ չեմ ասում։ Ես իմ կյանքը ապրում եմ, այնպես ինչպես ապրում եմ, ու գլուխս հանգիստ դնում եմ բարձին։ Այդ օրերին գալիս էի տուն, հանգիստ ասում էի, դու գիտես ամեն ինչ, ու քնում էի հանգիստ։ Միական հանգստությունս վախն էր, որ Արցախն ազատացան է, ես դա գիտեի։ Ամբողջ իմ կյանքում բոլոր դժվարությունները հաղթահարվել են մեծ հեշտությամբ, գիտեք, դա շատ ցավոտ բան է, ինչ որ ասում եմ։ Դա ցավոտ է, որտեղ դա մի անգամից չես ասում հեշտությամբ, չէ, ես մարդ եմ, իմ բոլոր ապրումներով, իմ տառապանքով, իմ կորուստներով, բայց այդ ամեն ինչը մեծ հեշտությամբ հաղթահարում ես, եթե գիտես սիրել։ Իսկ սիրել հնարավոր է սովորել, թե ներսից պիտի լինի։ Չէ, դա իհարկե ներսից կա, բայց եթե դու չես գալիս եկեղեցի միայն մոմ վառելու, այլ նաև հասկանում ես հոգևոր հայրերի խոսքը, կարդում ես Սաղմոսներ, կարդում ես Նարեկացուն, երբ որ չես գալիս եկեղեցի ու բարձր խոսելով կոլեկտիվ այցադա եւ գալիս ես շպարված եւ գալիս ես այսպես չալպտուրիկ շարերով, երբեք չեմ հասկացել, հատկապես չեմ հասկանում տարեսկանաց, որոնք որ նստած շատ բարձր խորհուրդ են տալիս եւ շատ բարձր քննարկում են, ընդ որում զուգահեռ Տեր հորը կամ Սրբազանին, ով որ տվյալ պահին խորանում կանգնած ծես է անում, այսինքն դա կամ պատարակ է կամ ինչ-որ միշտ չեմ հասկացել, ինչ-որ ծիտիկ դնելու նման բան է եկեղեցի գալը, ես չեմ հասկանում դա, երբեք կոլեկտիվով եկեղեցի չեմ գնացել, բայց հավաքել եմ ընկերներից միասին գնացել ենք ուխտագնացության, ասենք Արագածոտնի մարզի 7 եկեղեցի, ոնց ասեմ, այսինքն ընդ որում մի անգամ չէ, որտեվ ամեն եկեղեցին մի խենթանալիք բան է, մի էներգետիկ դաշտ է, որ ուղղակի այնքան մոտ ես դարձ լինում Աստծուն այնտեղ, այսպես ուղղակի վերջերս հաղորդության էի գնացել Սուրբ Մարիանն է իմ շատ սիրելի Տեր հոր մոտ երանության մեջ էի, այսինքն երբ որ գիտակցում ես, սկսում ես լաց լինել, հետո ասում ես, բայց ինչ ես լաց լինում, երջանկությունն է, երջանկությունից արդյունքներ են գնում են, խնդություն է տիրում, այ սրտով է պետք զգալ դա, բայց երբ որ դու զգում ես, որ դու սխալ ես ապրել, Աստված ամենաներողն է, բացի նրանից, որ ամենասերն է, դու միշտ ունես հնարավորություն ապաշխարելու, հաղորդություն ստանալու եւ ուղղակի նորմալ մարդու նման ապրելու, գիտեք, այնքան են բանանում, որ չեմ սիրում ֆանատիզմը, որևէ պարագայում, ցամը դա տկիտություն է, դա նեղմտություն է, ֆանատիզմը, կուրքեր սարքելը, երբեք չեմ եղել այդպիսին, երբեք հաճախ ինձ պիտակավորել են, չէ, այդպես չի, չէ, որովհետև ինձ համար որևէ մարդու հետ ընկերություն անելը կամ ծառայելը այդ մարդու գաղափարներին, նախ իր մարդկային գործոնը, մարդու միավորը գնահատելն է։ Եթե ես դա չեմ անում, երբեք ի պաշտոնի որևէ մեկին չեմ քծնի, ես չգիտեմ այդ ինչա։ Բայց Աստծուն կքծնեմ, եթե զգում եմ, որ համահանել եմ ինչ-որ միտեղ սխալ, ամեն ինչ կանեմ իր հետ, ամեն ինչ կանեմ իր համար, իմ աղոթքներով, իմ սաղմոսներով սիրելի, ունեմ սիրելի սաղմոսներ ունեմ։ Ամեն ինչն է սիրելի, բայց կոնկրետ կան, որ այսպես ինչ-որ, ընդ որ մենք տարօրինակ է, իրեն կարդում ես, շերտերը ակի հատակը չես տեսնում, այնքան պատասխաններ կան այդ ամեն ինչի մեջ, աղոթքներում, սաղմոսներում։ Գնացինք հեռու հա ձեր տված հարցից, բայց ամեն ինչ թեմայի մեջ է, հա։
Նվիրումը ինչ է։ Սիրո արտահայտում է, թե պատասխանատվություն է, միգուցե պարտականություն է։ Նվիրումը կարող եմ իմ օրինակով բերել։ Դա փառասիրություն չհամարվի։ Նվիրումը երբ որոշում ես, որ պիտի ծառայես, ու դա անում ես անառևտուր, դա անում ես անվախ, թե որևէ արգելքի կհանդիպես։ Ես այդպիսի փորձություն ունեցել եմ Արցախում աշխատելիս։ Ես շատ լուրջ մարտահրավերներ ունեի, այսինքն այնքան լուրջ, որ իմ ընկերները, որ գիտեին, որ ես խնդրի առաջ եմ կանգնած, եւ հետագայում, երբ որ ես պարզեցի, որ ինձ խաբում են, ասացի ինչի չէիք ասում, ասում էր վախենում էինք, որ չես գայել, որ ասացի ինչ եք խոսում, ոնց կարելի է Չարիքին, ասենք իդեպս Չարիքի այդ դեպքում ինձ խափողներ, չէ՞, ոնց կարելի է Չարիքը ավելի բարձր գնահատել եւ սենց գաղափարին, որը իր մեջ կրում է ծառայելը, ստեղծելը, հրաժարվելը, Չարիքի համար։ Հիմա նույն բանն է, ոնց կարելի է զազրախոսողին համարժեք պատասխանել։ Այո։ Նույն բանն է դառնում, չէ՞։ Գրկեցի իրանց երեքին էլ շատ շնորհակալություն հայտնեցի, իհարկե, որ նրանք փորձում էին ինձ հումորով հասկացնել, ես չէի հասկանում, դե ես չգիտեմ այդ ինչա, ոնց կարելի է, երբ որ դու քո տարածքում ինչ որ մեկը լավություն անում, դու ուզում ես, ասենք, այդ լավության ամբողջ գումարական մասը յուրացնել եւ սեփական գործունել, երբ որ դա համընդհանուր տարածքի համար է։ Մի խոսքով, ասենց ինչ որ խնդիրի մեջ էի անում, ինձ լավ թալանեցին մի լավ եւ ձգձգվում էր այն ինչ որ կառուցում էի 2.5 տարի, հետո ես երբ որ հասկացա, որ պիտի ուղղակի ես ինքս անեմ, ես դարձա եւ պրարաբ եւ մասնագիտացել էի նյութերը ճիշտ ընտրելու այդ արհեստավորների մոտ, ինքս էի ներկում եւ այլն։ Այդ ժամանակ արդեն 7 ամսում բացվեց այն ինչ որ 2.5 տարի չէր բացվում։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Ես այդ մարդկանց չեմ Լսեք, ես տենց չեմ անի, բայց ես ով եմ, որ դատեմ իրանց, իրանք թող մտածեն, այդ ամբողը, որ եկել էր իմ տան դիմաց և ինձ, իրանք թող մտածեն, որտև իրենք շանս ունեն բուժվելու, բժշկվելու, ես ով եմ, ես չեմ մեղադրում, բայց չեմ մոռանա, ես չեմ կարող դա մոռանալ, նորմալ մարդ եմ, այսինքն ես լավ հիշողություն ունեմ, ու ես գիտեմ, որ մենք պատմությունից հաճախ դասեր չենք քաղում և նույն սխալները կրկնում ենք։ Հիասթափվում եք նման դեպքերում։ Ես հիասթափվում եմ, երբ որ իմ հարազատներն են ինձ դավաճանում։ Շատ չկան նման դեպքեր, որովհետև եթե հարազատ են ընկեր են, փառք Աստծո, հիմնականում մնացին, բայց կան կոլեգաներ, կան ծանոթներ, հիասթափության պահեր եղել են, իհարկե։ Հետո ես առասարակ չար մարդկանց խղճում եմ։ Ոնց կարելի է չարանալ։ Ես իհարկե ունեցել եմ նման, կերտում ես ինքնակրթությամբ ես զբաղվում, ես ոտենց Այնա բան էլի, դնայի վերև առաքյալների կողքը կանգնեի։ Ես սովորական մարդ եմ իմ բոլոր մեղքերով, իմ թուլություններով, բայց բաներ կան, որոնք ինձ համար անընդունելի են։ Ես չարություն, իմ ընկերներն էլ գիտեն վերջում։ Բայց տարօրինակ է, իդենտիֆիկացնում են իմ ճշմարտախոսությունը, որ ես չարացած եմ այդպես, ես ուղղակի խաբել չեմ կարող։ Երբ որ իմ առջև տաղանդավոր մեկն է, կապ չունի իր մարդկային արժեքը այդ պահին, ես ասենք երգ եմ լսում։ Եթե դա շատ լավն է, ես սկսում եմ ասել, խնդրում եմ, այս մասը ասենց երգի, խնդրում եմ, գործիքավորում եմ։ Դա միշտ չի որ ճիշտ է անցալվում, որովհետև ես նաև անմիջական եմ եւ միշտ չի որ այդ անմիջականությունը ճիշտ է անցալվում։ Ասում են, ախանց մադրամ, ասենց ասում։ Այդ տխրում եմ, ախր լավն է, ափսոս է։ Եթե ոչ մի արժեք չունի արվեստի մեջ, առաջ ավելի բան է, հիմա հոգնել եմ ուղղակի, ասում էի, մի երգի էլի, մի երգի ցավը տամ, դու կարող ես Աստված քեզ ուրիշ շնորհ տվել, կարող է դու լավ հյուսն ես, կամ դու լավ ճարտարապետ կարող է դառնաս։ Մի երգի, ինչի ես ուզում երգել։ Դա էլ էր սխալ անցալում, հիմա էլ չեմ ասում մի երգեք, ուղղակի անտարբեր եմ։ Իսկ երբ որ լավ
բնություն եմ լսում, չեմ կարողանում անտարբեր մնալ, որը դարձյալ ավաղ միշտ չէ, որ առասել այդ միշտ վիճում եմ կռիվանում իմ հարազատների հետ, ընկերներիս հետ, որ ուզում եմ, որ ավելի կատարելագործվեն, որ ասենք ինչ-որ ոլորտից ես տեղյակ եմ, իրենք չէ, միշտ ուզում եմ իրանց այնց հեղեղեմ ինֆորմացիայով, ինքս որովհետև երբեք չեմ վախենում սովորել։ Երբեք։ Ձեր հարցազրույցներից մեկը հիշեցի, որ նշում եք, որ հնարավոր չէ անազնիվ լինել արվեստի հետ, այսինքն չի կարելի։ Այսինքն նվիրումը նաև արվեստին։ Դեք ես շատ երգ չունեմ, բայց ես ինչ որ ունեմ դուք գիտեք, ու դուք սիրում եք այդ երգերը։ Կապ չունի, կարող եք սիրել, կարող եք չսիրել, բայց որ մեջ ազնվություն կա, դա անհերքելի է, հա։ Ինչ կարևոր է, ինչ պարտադիր է, որ սիրեք։ Կարևոր է, իհարկե, արտիստի համար կարևոր է սիրված լինելը, բայց դա պարտադիր փաստ չի։ Այսինքն իներցիայով չեն սիրում։ Հիմնականում փոփ երաժշտության մեջ իներցիայով են սիրում, որովհետև այդ երգերը 1-2 տարվա կյանք են ունենում, հետո նորերն են գալիս այդպես։ Արժեքավոր բաները մնում են միշտ։ Այսինքն արվեստագետը իր գործով պետք է արժեք փոխանցի։ Արժեքի մեջ գիտեք ինչ է մտնում նաև հանդիսատեսին կրթելը։ Առաջ այդպես էր, հանդիսատեսը նայում էր արտիստին, ընդ որում շպարվելուց սկսած, մինչև հագուստը, մինչև բեմ դուրս գալը, մինչև խոսելը, մաներաները։ Երգի մատուցման ձևը։ Դա նմանակում էր, դա կրթում էր հասարակության հանդիսատեսին, ունկնդրին, ակնդրին։ Հիմա հակառակը, հիմա հասկացում, որ տենց փող չեն աշխատում ախպեր, որ հիմա ախպերս փողը բերում է ինչքան թուրքականոտ, տենց մեդիզմատիկ երգերով երգեր ես կում, էտա փողը բերը, գիտեք ինչի, որովհետև մեծ մասը հասարակության բոլորովին պարտադիր չի, որ մելոման լինի և իմանա ով է Հայդենը, կամ ով է Բախը, հա, կամ ով է Ստիվի Վոնդերը, այդ պարտադիր չի, բայց իրենք գալիս են այդ ինչին նայելու և եթե այդ ինչը իսկապես մշակ է, արվեստի մշակ է, մշակույթ կրող է, ինքը սկսում է դաստիարակել։ Փայլուն օրինակը Հայկոն էր ռոմանսի երկրորդ ծնունդ բերեց, ռոմանսը մեզ մոտ գրվել է և ստեղծվել է 30-ականներին, 20-րդ դարի, Հայկը նոր ծնունդ տվեց և ձեր սերունդը սկսեց ռոմանսներ լսել։ Այսօր լսում են այդ կրկլոցները, որը տարածաշրջանային տիպիկ է, այսինքն արևելքա։ Բայց դա կինետներում հնչող երաժշտությունն է, դուքյաններում, որը օրինաչափություն է էլի, բայց դա հանել բեմ, որպեսզի 3-4 տոմս ավել վաճառես, դա անազնիվ արվեստի նկատմամբ։ Ընդ որում անազնիվ է այդ արվեստի տաճարներում աշխատող մարդկանց համար նաև, այդ քայլը նաև հարիր անազնիվ է իրենց բնորոշելով, որովհետև դալիճդ վաճառում ես, տալիս ես արենդան, որպեսզի դա հնչի, ինչ-որ բան այնպես չի։ Ազնվության հակած շատ կա այսօր։ Ես կարծում եմ, որ մենք այս փորձությունը հիմա որ անցնում ենք ազգովի, մեղքերի մեջ կորած ենք դրանից։ Չարությունը, ագահությունը, սազրախոսությունը, ինքնասիրահարված եսակենտրոն լինելը, փառասեր լինելը, փառասիրությունը, նայում եք, ոչ ինտելեկտ ունի, ոչ ճաշակ ունի, ոչ գանձերի կղզինա կարդացել, պայմանակ։ Ու ինքը հեղինակավոր սենց բանալու, շատ թանկ մեքենայի բանալին պտտելով քեզ ինչ-որ բան է սովորացնում։ Ինչ է մեր արժեհամակարգը փոխվել այս աստիճան։ Աստծո ներածակ։ Որովհետև առաջ երբ որ փողոցով անցնում էիր, տեսնում էիր, որ Լևոն Ներսիսյանն է անցնում, տաքսիստներից սկսած, Լևոն Ներսիսյան, Ֆրունզն է, Տերտերյանն է անցնում, Մանսուրյանն է անցնում, իսկ հիմա տեսել եք Վալոդիկի ախրաննիկի մեքենայի համարներն են անգիր, ասում, կներեք, ես նույնիսկ դա չեմ կարողանում նորմալ, ասենք Ալբերտիկն է, Աբուլիկն է, չգիտեմ ինչն է, դրանք են ճանաչում։ Ես իմ մանկությունն եմ հիշում,
Ես իմ տանը ներկա գտնված մտավորականներին եմ հիշում, իրենց թեմաներն եմ հիշում։ Եվ հիմա եմ տեսնում։ Իվենթներն եմ տեսնում։ Գինարբուկները, երբ որ մի ամբողջ սերունդ կոտորվել է, եւ թե ես հնաոճ չեմ, ես լավ երաժշտություն եմ լսում, ես լիքը ավանգարդիստ ընկերներ ունեմ, նկարիչ ինքս նկարում եմ, լավ ֆիլմեր եմ նայում, հումոր ունեմ ասում եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է աչք փակել ու կներեք տժժալ ու անընդհատ դա անել։ Դա գիտեք, ես թույլ չեմ տա ինձ հիմա այդտեղ տնեն։ Եվ այդ ժամանակավոր այդ հաճույքներով բթացնեն իմ հիշողությունը, իմ ցավը իզորու չէ հիմա կասեցնել որևէ իվենթով, հասկանում եք, մենք էլ ենք հավաքվում ընկերներով, ճաշկերույթներ ենք անում, ամեն մեկս այդ օրը ինչ-որ թեմատիկ բան ենք սարքում, գնում ենք Սևան, գնում ենք Դիլիջան, Թիֆլիս ենք գնում, դա ուրիշ է, բայց համա հայկական պատերազմից մի վայրկյան առաջ գտնվող պետության մեջ գինարբուկների 3 օր անել, ես դա չեմ հասկանում, ընդ որում ունեմ ընկերներ, որ այնտեղ գինի էին, իրենք իրենց գինիներն էին ներկայացնում, ուրախ եմ, եթե 2-3 կոպեկ աշխատեցին, կներեք, չեմ հասկանում։ Արցախիցս թանկ չեն ոչ մեկը, իսկ Արցախս այսօր ընկերության մեջ է։ Ընկերներիցս թանկ չեն այդ ընկերներս, իսկ այդ ընկերներս այսօր Բաքվում նստած են բանտում։ Առաքելական եկեղեցուց թանկ չեն, որը հենց այս գինարբուքի օրերին քարկոծվում է եւ թիրախավորված է ինչ-որ սատանիստական խմբերի, ինչ-որ ողորմերի ներկայացուցիչների կողմից։ Թող բոյկոտ անեին։ Քայլ արեք, Facebook-ներով մի գրեք մնա, քայլ արեք, ինչից եք վախենում, եթե Աստված ձեզ հետ այնչից եք վախենում, ուրիշ բան չեմ ուզում ասել։ Առանց հոգևոր արժեքների մենք ում ենք նմանվում։ Այն զոմբիներին, որոնք որ ուզում էին ինձ ու երեխեքիս հրապարակում այրեին։ Հոգևոր արժեքների ապրելը նշանակում է ապրել առանց գույնի, առանց երաժշտության, առանց գծի կատարելության, կերպարվեստի մեջ, առանց լավ գրքի, առանց բարության, առանց սեր տալու, առանց ջերմության, առանց մարդկանց ուրախացնելու։ Այդ ամեն ինչը հոգևոր արժեք է։ Ոչ միայն մշակույթի մասնագիտական պահը, որ այսպես անպայման առաջ բերեցի չէ, նախ եւ առաջ մարդու միավորը, մարդ միավորը։ Ես սիրում եմ մարդուն։ Երբ որ ինձ ասում են, ասենք ինչ-որ մեկի մասին ասում են, ծանոթացի այնքան լավ աղջիկը կամ այնքան լավ տղա է, ու սկսում են ասել, թե ինքը ինչեր ունի, կամ ինչ բիզնեսներ, կամ չգիտեմ ինչ է։ Մի րոպե։ Եթե ինքը իր մարդկային էությամբ, իր մարդ տեսակը ինձ համար ընդունելու չեղավ, ումա պետք է ինչ-որ ինքը ունի։ Որտեւ եթե ինքը լավ մարդ է, ես միայն կուրախանամ, որ ինքը այդքան լավ բան ունի։ Որտեւ եթե լավ մարդ է, այդ ամեն ինչը ազնիվ է ստեղծվել եւ ձեռք բերել։ Ամեն ինչ պատասխան ունի, ամեն ինչ։ Մարդու միավորը շատ կարևոր է։ Որովհետեւ երբ որ fake edge-երով իրենց 30 արծաթար աշխատած ուրախ գնում են տուն, հետո գալիս են իմ համերգին, հուզվում են իմ համերգին։ Այդ արժեքները, այդ արցունքները գիտեք ինչքան անհաղորդ են թողնում ինձ։ Եղելադեպք, դրա համար եմ ասում։ Ոնց է սա 30 արծաթ աշխատում ամեն Աստծո օր, զազրախոսելով, ընտանիք կործանելով, ցավ պատճառելով, ողբերգություն ստեղծելով, նսեմացնելով այդ, գուցե թույլ կին ա դիմացը։ Իմ փառքը Աստված ինձ ուժ ա տվել, ես այդ ամեն ինչը հաղթարեցի, բայց էլի իր շնորհիվ, որտեվ գիտեի, որ չի կարելի նմանվել չարին։ Բայց մյուսները, որ դեռ չգիտեն, բայց ոչ շատ ուսյալը ու ինքը անիծումը,
ինքը զազրախոսում է, երիտասարդ, սիրուն կանանց, աղջիկներին։ Ինձ, որ իրեն բացի սիրուց եւ հպարտությունից աշխարհի մեծ բեմերում հայ երգը ներկայացնելով, ոչ մի ուրիշ բան չեմ արել։ Ինքը անիծում է, ինքը ծեր առնում, ինքը զազրախոսում է, հայոյում է, փողոցայինի նման։ Այսօր Խնդիրը մեր մեջ է, մեզնից պիտի սկսենք։ Միշտ ասում եմ, քեզնից սկսի։ Դու։ Ես ամեն Աստծո օր, բավարար ինչ որ բան ա լինում, որ սկսում եմ մտածել, դասի սա Աստվածահաճո չի, սա լավ չի։ Լավ չի, ու տանջվում եմ ամբողջ օրը։ Ամբողջ օրը տանջվում եմ, մինչև կփակվեմ իմ սենյակում, կկարդամ, կաղոթեմ ու կհանդարտվեմ։ Իհարկե երկարատևում ինքնաչներման այդ process-ը, բայց դա է նորմալ, դա է նորմալ։ Երբ որ գիտակցում ես։ Թեպետ այնպես հիմա ինչ որ ասում եմ, չմտածեք թե ինչ մեղքեր եմ գործել, չէ։ Աստված գիտի։ Մենք ինչ կարող ենք անել, որ մեր հոգևոր արժեքները փորձենք պաշտպանել այսօր։ Հրեշտակների բանակը տեսել եք, այդտենց մենք պիտի բանակ դառնանք։ Մենք էլ երկրի վրա ապրող հրեշտակները պիտի լինենք։ Բանակը, այն բանակը, որը որ Աստծո համար, Աստծո որդու համար պիտի կռիվ տա։ Որովհետև ինձ տպավորեցնում որ մենք մարդը հավախ ամեն տարի սպանում է, ամեն տարի խաչում է Հիսուսի։ Ամեն տարի իր քայլերով, դավաճանությունով, աղտոտ խոսքերով, չուրախանալով կողքինի հաջողությամբ, ամեն տարի Հիսուսին խաչում ենք, հետո ծնունդն ենք նշում, հետո զատիկն ենք նշում, առաջին զատիկը, երկրորդ զատիկը։ Ու տենց օրինաչափություն ա դարձել, օրինաչափություն պիտի չլինի։ Ես ամեն հունվարի 6-ին ցնծություն ա իմ մոտ, դա հատուկ տոն ա, եւ քանի որ ֆիքսված որ չի հարուցան օրը, ուրեմն այդ զատիկին միշտ այնքան հուզական ա, էլի հատուկ նշվում է միշտ ինձ մոտ։ Սատուրիսա։ Ուղղակի այդպես գիտակցելով այդ երկու օրերի խորհուրդները, նաև մյուս օրերն էլ ես էլի գիտակցում։ Ու այդպես չես խաչում Հիսուսին։ Ով անդադար ապշում ես, թե ոնց կարա աշխարհում ամենամեծ սիրո պատմությունը հենց իր պատմությունն է լինի։ Գիտեք, Մել Գիբսոնի ֆիլմը որ նայեցի, Միացյալ Նահանգներում էի պրեմիերային գնացի։ Դուրս է եկել դահլիճից, ընկերներիցս մեկ հետ էի, ինքը կհիշ, ու ոռնում էի, ամոթից։ Գոնե չներեր, որ չներեր չէի այդքան տարապի, բայց ավելի ամերտ, դա ավելի ասպան։ Թե գիտակցում ինչ եք անում։ Սերը տենց բան։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք սիրո, շնորհի, առաքելության, արժեքների մասին։